երկաթուղու կառավարման հետ կապված վարչապետը վերջերս իր պատկերացումից խոսեց, որ մրցակցային այդ առավելության խնդիրների ֆոնին իր պատկերացմամբ կարող է դա լուծվել, եթե մի այլ երկիր, որը ընդդիմի կողմերի համար ստանձնի այդ գնի այդ կառավարումը եւ ինքը իրականացնի։ Այս տարբերակը, այս իր պատկերացումները ինչու դից արյուն ստանում է, նկատի ունեմ կա։ Քննարկում ենք, այո, քննարկում ենք նախ եւ առաջ ռուսական կողմի հետ եւ ակնկալում ենք հնարավորինս արագ արձագանքը եւ միևնույն ժամանակ դա մեր համար կենսական նշանակություն ունեցող պրոյեկտ է, որի հետ կապված մենք ուղղակի այլընտրանք չունենք, չքննարկենք, չզբաղվենք։ Այսինքն Ռուսաստանի հետ արդեն պաշտոնապես քննարկվում է երկաթուղու Դե ասել ենք բարձր, չէ, ինչ որ ասվել է, բարձր ասել։ Դե կարող չեն լսել այդ ասուլիսը։ Հա, դենց ես Չէ, մտածում։ այսինքն պաշտոնական չկա քննարկում եւ հետո Այո, դե ասում եմ, ինչ որ ասվում է, արդ բարձր նաեւ ասվում է։ կան երկրներ, որոնք ասում են, որ Այո, կան։ որ երկրները Չեմ կարող ասել։ որոնք պատրաստ են գնել կառավարում։ Չեմ կարող ասել։ Չէ, դուք ասացիք կային։ Մենք ակնկալում ենք, որ կան երկրներ, որոնք որ պատրաստ են գնել, բայց չեմ կարող ասել։ Ռուսաստանը ճիշտ է։ Ասում եմ որևիցե անուն, ես հիմա չեմ կարող տալ։ Որովհետեւ ինչ սովորություն, այսինքն մտածում եք, ես հիմա պետք է ինչ որ ենթադրենք ինչ որ մի երկիր ցանկություն ունի, հիմա ասենց 10 տեղ սախցիկի առաջ պետք է ասեմ X երկիրը ժողովրդավար եկեք, դե եկեք ժողովրդավար բոլոր բանը գախնի փաստաթղթերը բացենք, բոլորը գան կարդան։ Չէ, պարոն Սիմոնյան, ժողովրդավարությունը ու բանը խառնում եք իրար։ Բայց նկատի ունեմ քննարկում ինչ որ երկրների հետ փաստորեն կան, որ ասում եք կան երկրներ, որոնք Չէ, ասում եմ, որ վստահ եմ, որ կան երկրներ, որոնք կուզենան եւ որոնք հետաքրքրվել են, որովհետեւ ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ եւ բնական է հետաքրքրություն, խոսակցություն դրա մասին կա։ Այլ հարցը թե վերջում ինչ որոշում կլինի։ Պարոն Սիմոնյան, կարող եք ֆիքսել, որ այդ հարցը, որ պետք է կառավարում ամեն դեպքում վերցվի Ռուսաստանից, արդեն որոշում է քաղաքական կայացված այդ որոշումը, պարզապես պետք է արդեն բանակցել։ Ոչ։ Ինչու, պարոն Սիմոնյան։ Որովհետեւ բանակցությունները շարունակվում են։ Եթե կա կայացված որոշում, դա նշանակում է բանակցելը անիմաստ։ Իսկ ինչպես եք վերաբերում Ռուսաստանից հնչող են հայտարարություններին, որ եթե այդ կառավարումը վերցվի, ապա շատ կարճ ժամանակում այդ երկաթուղիների կառավարման խնդիրը կգրվի եւ չի ստացվի։ Նույն ձև եմ վերաբերում, ինչպես վերաբերում եմ մնացած նմանատիպ հայտարարություններին Ռուսաստանից։ Այսինքն ո՞նց։ Այսինքն ոնց որ նախկինում եմ վերաբերվել։